Բարի լույս, բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը, իսկ ես Ալիտա Եղիազարյանը ձեզ մաղթում եմ բարի եւ դրական օր եւ ասում շնորհակալություն, որ հետեւում եք մեզ։ Հաղորդումը առաջարկում եմ սկսենք ուրախալի մի տեսանյութ դիտելով, որտեղ Օրեգոնի կենդանաբանական այգում աշնանային տոնակատարության ժամանակ մի փոքրիկ փղիկ ընդամենը 8 ամսեկան տուլատուն ցուցադրեց, որ նա նույնպես ունի իր սեփական հմտությունները։ Նա թերևս 351 կիլոգրամ է, շատ փոքր է, գրեթե այնքան, որքան այդ հսկա դդումներից մեկը, բայց դա չխանգարեց նրան, որ փոքր դդումով իսկական ֆուտբոլային հնարքներ ցույց տա եւ ֆուտբոլ խաղա։ Տոնակատարությունը դդումների ճզման ավանդական իրադարձությունն է, որը սկսվել է 1999 թվականից, երբ մի ֆերմեր կենդանաբանական այգուն նվիրեց 376 կիլոգրամ դդում։ Այսօր այն դարձել է իրական աշնանային շոու, որտեղ հաճախ դդումները անցնում են անգամ 450 կիլոգրամը։ Այսօր հոկտեմբերի 29-ն է եւ այսօր ամբողջ աշխարհում նշվում է գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման եւ բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը։ Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը, մոտ 80-ից 87%-ը։ Այս պաթոլոգիան բնորոշվում է լայն տարածվածությամբ եւ բարձր մահացությամբ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում գլխուղեղի կաթվածի թիվը յուրաքանչյուր տարի կազմում է 5000-ից 6000 դեպք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ ընդմիջենք, լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են եւ ես շտապեմ ներկայացնել նրանց։ Այսօր զրուցելու ենք լողափնյա վոլեյբոլի համահայկական խաղերի չեմպիոն, լողափնյա վոլեյբոլի պատանիների եւ մեծահասակների բազմակի չեմպիոն, լողափնյա եւ դասական վոլեյբոլի Հայաստանի ուսանողական խաղերի չեմպիոն, լողափնյա եւ դասական վոլեյբոլի բազմաթիվ մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր ու լավագույն խաղացող Արփինե Բադալյանի եւ Կոտայքի մարզի վոլեյբոլի պատասխանատու Անդրանիկ Թադևոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ։ Մենք շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Շատ կարևոր է, որ մեր Կոտայքի մարզում կա հեռուստաընկերություն, որը տեղ է տալի Կոտայքի մարզի սպորտային աշխարհին։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ նախ եւ մինչ մեր բուն թեմային անցնելը ցանկանում եմ իմանալ ինչպես է սկսվում ձեր առավոտը, ինչպես է շարունակվում օրը, մրցումներով է ակտիվ, ինչ ձևով է այս ընթացքում ընթանում ձեր առավոտները, ինչպես է սկսվում։ Արդեն 13 տարի իմ առավոտը սկսվում է մի բաժակ սուրճով ու աշխատանքի, իսկ ոչ աշխատանքային օրերին էլի նույնն է, թեյ կամ սուրճ ու մարզումների, նույն գրաֆիկը։ Իսկ ես առավոտյան արթնանում եմ, պատրաստվում եւ գնում ուսման։ Որտեղ եք սովորում։ Սովորում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտում։ Եվ հենց զրույցը ցանկանում եմ Արփինեից սկսել, քանի տարի է որ զբաղվում եք այս սպորտաձևով եւ ինչու հատկապես ընտրեցիք վոլեյբոլը։ Ես արդեն 11 տարի ինչ զբաղվում եմ վոլեյբոլ մարզաձևով։ Առաջին անգամ, երբ 10 տարեկան էի, ֆիզկուլտուրայում տեսնում էի, թե ինչ ակտիվ մարզումներ են անցկացնում։ Ես նույնպես ցանկացա մասնակցելու, հաջորդ առավոտյան գնում եմ ընդունվելու վոլեյբոլի խմբակի, ինձ այնտեղ սիրով են ընդունում, այնտեղ ես շատ ընկերներ եմ ձեռք բերում, սիրում եմ մարզաձևը եւ մինչև առ այսօր 11 տարի ես խաղում եմ եւ զբաղվում եմ վոլեյբոլ մարզաձևով։ Իսկ ինչ է քեզ համար այս սպորտաձևը։ Ինձ համար վոլեյբոլը բացի մարզաձև լինելուց առողջ ապրելակերպ է, իսկ այսօր արդեն նաեւ մասնագիտություն։ Արդեն երևում է որ մասնագիտությունը, որտեղ բազմակի չեմպիոնն է, մրցանակներ է ստացել, դրա մասին նույնպես անդրադառնալու ենք։ Անդրանիկ ջան, խոսենք Կոտայքի մարզի վոլեյբոլի թիմից, որքանով է այն զարգացած, երբ այն հիմնադրվել եւ արդեն քանի մարզիկ ունեք։ Տեսեք, մի քանի տարի առաջ մենք Կոտայքի մարզում գրեթե թիմ չունեինք, բայց այս վերջի 5-6 տարում
գրեթե բոլոր մարզադպրոցներում ունենք խմբեր մշակույթի տներում, հա, խմբակավարներ կան վոլեյբոլի եւ ունենք մեր միջնակարգ դպրոցներում որպես արտադասարանական խմբակներ։ Այս պահին մենք իմ հաշվելով մենք մարզում տղա աղջիկ իրար հետ 30 թիմ ունենք մոտ ու ունենք նաև մենք շատ ենք մրցաշարեր անցկացնում, հասկանալի է որ թիմերը շատ են, պետք է նաև շատ մրցաշար լինի իրենց աճը գրանցելու համար։ Ու մենք մի քանի օր առաջ հենց մենք մրցաշար ավարտեցինք Գառնի համայնքում հուշամրցաշարեր։ Դրանից առաջ մի Կոտայքի մարզի մինչև 15 տարեկանների առաջնություններ, որին 8 մարզային թիմեր մասնակցում։ Գիտեք ոնց այդ առաջնությունները այնպես չի որ մենք առաջնություն ենք անում ու ով ուզի կարող է մասնակցի։ Դա ըստակ տարիքային խմբերով է։ Կա մի տարիք, որ ունենք այսքան թիմ, մյուս տարիքում ունենք ավելի շատ թիմ կամ ավելի քիչ։ Տարվա կտրվածքով մոտ 20 մրցաշար ունենք Կոտայքի մարզում։ Բացի այդ, երբ որ Հայաստանի առաջնություններ է լինում, մենք մեր Կոտայքի մարզում ունենք առանցին անցումային առաջնություններ ենք անցկացնում, որպեսզի մեր առաջի երկրորդ տեղ գրաված թիմերը գործողվեն մասնակցելու Հայաստանի առաջնության։ Այսքան է։ Իսկ ինչպես կգնահատեք, որն է Կոտայքի մարզում այս սպորտաձևի ամենաուժեղ կողմը։ Ոչ միայն Կոտայքի մարզում, այլ ընդհանրապես մարզերում ֆիզիկական պատասխանը կարծում եմ, որովհետև ասենց խոսք կա ռայոնի երեխեքը ֆիզիկապես ավելի ուժեղ են։ Մենք կարծում եմ, որ ֆիզիկապես ենք գերազանցում մյուսներին։ Իսկ վերջին մրցույթներին, որ մի քանի օր առաջ է տեղի ունեցել, ինչ արդյունքներ գրանցեցիք։ Տեսեք, մի քանի տարի առաջ, երբ որ Կոտայքի մարզում մենք մրցաշարեր էինք անցկացնում, եւ տղաների եւ աղջիկների թիմերի միջեւ կային ընդգծված առաջատարներ, ովքեր հաղթում էին։ Միանշանակ իրենք էին հաղթում, բայց հիմա վերջի մի քանի մեր մրցաշարերը ցույց տվեց, որ արդեն հավասարվել են բոլոր իրար, այսինքն աշխատանքը արդյունք է տվել, մենք այլևս չունենք ընդգծված առաջատար թիմեր, որ իրանք են հաղթելու։ Վերջի մրցաշարը շատ ցույց տվեց, որ մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետեւ վերջին տարիների մեր անփոփոխ չեմպիոններից մեկը օրինակ պարտվեց անակնկալ ու դա ոչ թե ինչ որ ուրախանում ենք կամ որ չեմպիոնն ավարտվի, այլ դա աշխատանքի արդյունք է, որ այլևս չկան այդ ընդգծված առաջատարները։ Եթե ուզում ենք ուժեղանանք, զարգանանք, նաև կարողանանք Հայաստանի առաջնություններում մենք ինչ որ լուրջ դերակատարում ունենանք մեր մարզի թիմերը, պետք է լուրջ մրցակցություն ստեղծել հենց մարզի ներսում։ Ու այս պահին մենք այդ վիճակում ենք, կարծում եմ։ Իսկ ինչ խանգարող հանգամանքներ կան, որ խանգարում են փոքր, որ ավելի զարգանա եւ ավելի ճանաչելի դառնա։ Տեսեք, գիտեք ոնց է, մեծ ֆինանսական միջոցներ է պետք ավելի զարգանան համար։ Մենք հիմնականում հիմա տեսեք մարզում այդքան թիմեր կա, այդ մարդիկ շատերը ես ձեզ ամենայն լրջությամբ ասում եմ անվճար աշխատում են մարզիչների մաս։ Այսինքն նվիրյալների հույսին է, պետք է լուրջ ֆինանսական ներդրումներ, որ ավելի զարգանան։ Եթե տեսեք կան շատ լավ մարզիկներ 17-18 տարեկան, իրանք հասնում են թե տղաներ թե աղջիկներ, իրանք այդ սպորտաձևը թողնում են, բայց իրանք շատ տաղանդավոր մարզիկներ են, կարող շարունակեն ու մեծ արդյունքների հասնեն։ Տղաների պարագայում գնում են բանակ կամ նույնը աղջիկներն ընտրում են ինչ-որ գնում են պարապմունքների մասնագիտություն են իրանք ընտրում, այդ սպորտը իրանք որպես աշխատանք չեն համարում վոլեյբոլը։ Դա շատ լուրջ խնդիր է, եթե մենք ունենանք ակումբային սպորտ ու լուրջ ֆինանսական ներդրումներ, որ մարզիկին վարձատրենք, հաստատ շատ ավելի առաջ կգնանք, քան այս կարգավիճակում։ Արփինե ջան, կհիշեք ձեր առաջին մրցույթը, որ երկրում էր տեղի ունեցել, ինչ մրցույթ էր եւ ինչ հաջողություններ գրանցեցիր։ Ես շատ Հայաստանի տարածքում ունեմ հաջողություններ գրանցված, ցավոք սրտի տարիքային շատ սահմանափակումների արդյունքում չեմ կարողացել մեր երկիրը ներկայացնել տարբեր առաջնություններում, բայց կարող եմ նշել, որ մեր տղաների թիմը Եվրոպայի մինչև 16 տարեկան առաջնություն էր կազմակերպվել, որտեղ ես խաղը դիտել եմ եւ տեսել եմ, որտեղ մեր երկիրը շատ պատվով են ներկայացրել տղաները, չնայած որ հաջողություն չունեցանք, բայց շատ դիտաժան խաղ տեղի ունեցավ, այստեղ կարելի է ենթադրել, որ մեր վոլեյբոլը շատ մեծ զարգացում է ապրում։ Ճիշտ է, մենք հաջողություն չունեցանք, բայց կարծում եմ այս զարգացումը, որ ընթանա,
կարող ենք շատ մեծ արդյունքներ գրանցել։ Ալբինե ջան, մտնելով այս սպորտաձև եւ յուրաքանչյուր սպորտով զբաղվելու ընթացքում մարզիկը արդեն պատրաստ պետք է լինի, որ լինելու են եւ հաղթանակներ եւ պարտություններ։ Այդ պարտությունները քեզ ինչ են սովորեցնում եւ ովքեր են եղել ամենաուժեղ քո մրցակիցները, որ նաեւ նրանցից ինչ-որ բան ես սովորել։ Իմ ամենաուժեղ մրցակիցները եղել են, երբ որ ինձանից բարձրահասակ են եղել, փորձով ավելի շատ փորձ են ունեցել, բայց ամենահիշարժան խաղերից մեկը, որ եղել է, կարող եմ նշել վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլից, որտեղ մենք շատ ցածրահասակ էինք, մեր մրցակիցները ավելի բարձրահասակ, որտեղ շանսեր չունեինք ընդհանրապես հաղթելու։ Այնպես ստացվեց, որ մեր ֆիզիկական շատ լավ պատրաստվածության շնորհիվ կարողացանք մրցակիցներին հաղթել, դառնալ կանանց բարձրագույն առաջնության չեմպիոններ, փոքրահասակ լինելով հանդերձ։ Այ քո կարծիքով լավ վոլեյբոլիստը ինչ հիմնական հատկություններ պետք է ունենա։ Ամենակարևոր հատկությունը պետք է ունենա կամքի ուժը, առողջ հոգեբանական այն կայունությունը, որտեղ դասական վոլեյբոլը թիմային աշխատանք է, որտեղ մեկը բոլորը մեկի համար կարգախոսով ենք առաջնորդվում։ Եվ լավ վոլեյբոլիստ դառնալու համար հարկավոր է լինել ճարպիկ, աշխույժ ու մի փոքր կարգապահ։ Դրա հետ զուգահեռ ինձ թվում է նաև կարևոր է մարզիչի աջակցությունը, մարզիչը նաև ինչպեսին պետք է լինի եւ ինչ կարծիք ունեք նաև ձեր մարզիչի մասին։ Շատ հոգատար, նվիրված իր աշխատանքին, մոտեցումը այդ մարզաձևին, մարզիկին, այդտեղից էլ սկսում է մեծ սերը դեպի այդ մարզաձև։ Իսկ դուք ինչ-որ բան ունեք ավելացնելու եւ լավ մարզիկի եւ մարզիչի հետ։ Կներեք, ուրեմն Եվրոպայի առողջության հետ կապված մի փոքր հավելում անեմ։ Տեսեք, մեր խաղային ձևերից, Հայաստանում գործող խաղային ձևերից շատ է մեր երկրում մրցաշարեր տեղ ունեցել, հենց նույնիսկ Եվրոպայի առողջություն, բայց սենց բան կա A, B, C, D խմբեր կա, էլի։ Եղել են B խմբից է, իսկ վոլեյբոլի այս տարվա ամռանը, այդ մի ամիս որ տեղ ունեցավ Եվրոպայի առողջությունը, ինքը A խմբի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առողջության եզրափակիչ փուլ էր, այսինքն եզրափակիչն էր Հայաստանում ու մեծ նվաճում էր մեր երկրի համար, որ նման մրցաշարը Եվրոպայի ուժեղագույն 16 պետություններն էին այստեղ, 15 իրանք ու մենք ու մեր համար մարզիչների թե խաղացողների մենք երբեք մոտիկից, հա, ասենց ասեմ, այտենց բարձրակարգ վոլեյբոլ չէինք տեսել։ Լիքը ուսանելի բան կար, թե թիմերի, թե իրենց մարզումային գրաֆիկի, թե խաղային ձեռագրի, ու ընդհանրապես իրենց պահվածքի, կարգապահության ու մեծ բան տվեց դա մեզ։ Հուսով ենք ու նաև ես հաստատ տեղյակ եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի նման մրցաշարը շատ բերվի Հայաստան, հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը դժվար է, բայց անում են ու գիտեմ նաև որ էլի լինելու է նման մրցաշարեր Հայաստանում, թե լողափնյա վոլեյբոլի, թե դասական վոլեյբոլի։ Այդ մրցաշարերը ավելացնելու եւ զարգացնելու հետ կապված ունեք նաեւ համագործակցություններ միջազգային ֆեդերացիաների հետ։ Այո, տեսեք, այս տարվա ընթացքում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, եթե չեմ սխալվում, 4-5 տարբեր եվրոպական երկրների հետ համագործակցություն հուշագիր ստորագրեց, թե մարզիչների վերապատրաստումների, թե մրցավարների, թե թիմերի գնալ գալու հետ կապված ու կարծում եմ, որ դա մեծ արդյունք կտա, էլի։ Մի քիչ ֆինանսական հարցերը եթե կարգավորվի, շատ լավ կլինի։ Նաև մարզիկները, որպեսզի էլ ավելի լավ խաղան, պետք է համալրված լինի դահլիճը, ամեն ինչով ապահովված լինի։ Ունի Կոտայքի մարզի դահլիճները այդ հարմարավետությունները։ Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի Հանրապետության մարզային, հա, բանով ամենալավ դահլիճները ունենք։ Կամ ամենալավ դահլիճներից մի քանիսը ունենք։ Մեր մարզում գոնե 3 շատ լավ մարզադահլիճ ունենք, որտեղ նաև Հայաստանի առաջնությունները անցկացվում, այսինքն իրանք այդպես բարձրակարգ դահլիճներ են։ Շատ լուրջ մրցաշարեր անցկացվում Հայաստանի մակարդակով ու այդ առումով Կոտայքի մարզը շատ լավ վիճակում է։ Իսկ վոլեյբոլը որպես սպորտաձև որ տարիքից է աննպատակահարմար արդեն սկսել զբաղվել, որ ճիշտ լինի երեխաների համար նաև։ Ես կարծում եմ ինքը մի քիչ այտենց հեշտ չի, էլի, որ բոլորը գիտեն վոլեյբոլ հեշտ բան է, գնանք ինչ որ գնդակ խաղանք կամ չգիտեմ ժամանցի վայ։ Իմ կարծիքով, որ ինքը պետք է այն տարիքում գա երեխան, որ ինչ որ բան հասկանում։ Երևի 9-10 տարեկանից, ես իմ կարծիքով եմ ասում, հիմա կարող լինի մեկը ասի 8 տարեկանից։ Իմ կարծիքով 9-10, որ ինքը ինչ որ բան արդեն գիտակցում է, որ կարաս ինչ որ բան հենց սկզբից իրան սովորացնես։
Երեխաները թեկուզ եթե վոլեյբոլի մասին չենք խոսում, այլ սպորտաձևերով երբ որ զբաղվում են, նկատում ենք, որ փոքր տարիքից 3-4 տարեկանից արդեն ինչ-որ մրցույթների են տանում, որպեսզի երեխաները մասնակցեն։ Ձեր կարծիքով դա ճիշտ է, թե որ տարիքում եւ արդեն երբ պետք է մարզիկը պատրաստ լինի մրցույթի մասնակցելու։ Գիտեք ինչ, sense մի հատ խոսք կա սպորտում, որ մի մրցաշարը, հա, ավելի շատ բան է տալի մարզիկին, քան օրինակ 1 ամսվա պարապմունքը։ Այդ մրցաշարին ինքն էլ այդ սկզբնական շրջանում փոքր տարիքում որ տանում, ինքը ավելի շատ ուսուցողական է, որ խաղը ինքը հասկանա ինչի է եկել, որովհետև մարդկա կարա ինքը, չէ, ասենք գալիս է այդ սպորտաձևի ու ինքը չի եկել այդ սպորտը, ծնողն է բերել այդ սպորտաձևին, չէ, ծնողի ցանկություն։ Փոքր տարիքում բոլորը գիտենք, որ այդպես է։ Բայց ինքը մի անգամ լինելով այդ խաղի մեջ չգա, չէ, այլևս չուզի կամ կներեք ինքը ավելի շատ ուզի գա, ինքը ավելի շատ ուսուցողական բան այդ փոքր տարիքի մրցաշարերը կարծում եմ ես ու պետք է ու նաև շատ արվում Հայաստանում։ Այսինքն բացի պրոֆեսիոնալ մարզելուց նաև ունեք խմբակներ, ովքեր որ սիրողական են։ Գիտեք ոնց հիմնականում սիրողական խմբակները Երևանում են գործում, մենք չէ, մեր մարզում սիրողական խմբեր չունենք, ունենք սիրողական առաջնություն, որ անցկացնում ենք մեծահասակների։ Ասենք 30-40 տարեկանից բարձր մարդկանց մրցաշար ենք անցկացնում տարվա մեջ մի անգամ, իսկ խմբեր չունենք այդպեսին, որ գործում են։ Այ Արփինե ջան, իսկ մրցույթներից առաջ եւ խաղերից առաջ ինչպես է պատրաստվում եւ ֆիզիկապես եւ նաեւ հոգեբանորեն։ Խաղերից առաջ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստվածությունը շատ կարեւոր է։ Ֆիզիկական պատրաստվածությունը մեր մոտ ընթանում է թեթև մարզումների, մարմնի տաքացումների, որպեսզի խաղից առաջ օրգանիզմը սովոր լինի մեր այդ շարժումներին, իսկ հոգեբանական առումով, երբ որ ինքդ քեզ համոզում ես, որ դու այդ խաղը հաղթելու ես, ինքնավստահություն ես ձեռք բերում քեզ մեջ, խաղը ինքնըստինքյան քո մոտ շատ լավ է ստացվում։ Դրանք շատ կարևոր են, որը մենք թե ռեժիմով, թե մարզումների շնորհիվ պահպանում ենք խաղից առաջ անպայման։ Իսկ ինչպես է երկար ժամանակ է տևում, միջև որ լիովին պատրաստ ես լինում, որպեսզի արդեն մասնակցես մրցաշարերի։ Ինչքան ժամանակ առաջ ես արդեն սկսում պատրաստվել։ 2 ամիս առաջ, այդպես։ Անդրանիկ ջան, իսկ ինչ եք նկատում, արդեն դուք երկար տարիներ մարզում եք, աղջիկներն են ավելի շատ ակտիվ այս սպորտաձևում հետաքրքրված, թե տղաները։ Ես Կոտայքի մարզի պարագայում ասեմ, մեր մարզում աղջիկները։ Մենք մեր մարզի թիմերի 70%-ը համադրված է հենց աղջիկների թիմեր են ու չգիտեմ ինչի է այդպես, չեմ կարում այդ հարցի պատասխանը չենք կարող գտնենք, բայց աղջիկները մի քանի անգամ ավելի շատ են մարզվում, քան տղաները։ Իսկ բացի Արփինեից ունեք աղջիկներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել, ձեզ մոտ սովորում են եւ մեծ միջոցառումների են մասնակցում։ Մենք իհարկե բացի Արփինեից ունենք բազմաթիվ աղջիկներ, ովքեր շատ լուրջ հաջողություններ են հասել, թե Հայաստանում, թե հավաքական թիմերի կազմելում։ Ու ելի ունենալու ենք։ Մենք մի քանի թիմեր ունենք, ես նաև մարզիչ եմ աշխատում եւ Գառնում եւ Գեղաշենում։ Ու շատ ունենք աղջիկներ, ելի ենք ունենալու ու աշխատում ենք, որ շատ ունենանք այդպես աղջիկներ։ Ու երբ որ խոսում ենք մրցույթների մասին, թե ֆիզիկապես պատրաստվածությունից, նաև շատ կարևոր է, որպեսզի մարզիչը հոգեբանորեն աջակցի մարզիկներին, այն ինչպես եք նրանց հետ հոգեբանորեն աշխատում, որպեսզի անգամ փոքր պարտություններից չընկճվեն, էլ ավելի առաջ գնան եւ զարգանան։ Գիտեք ոնց, տեսեք, օրինակ ես ուսումնասիրել եմ եվրոպական երկրներում հիմնականում այսպիսի մի հատ հետաքրքիր բան կա։ Տղաների մարզիչը աղջիկ է լինում, աղջիկների մարզիչը տղա։ Կարծում եմ հակառակ սեռը զգաստացնում է մարզիկներին, որ մարզիչը հակառակ սեռի է։ Գիտեք ինչ դժվար է 12 կամ 13 աղջկա հետ, եթե դու հակառակ սեռ ես կամ թե օքեյ, չէ, հազար առանձնահատկություններ կա աղջիկների։ Փորձում եմ, չգիտեմ, լինում է դեպք, որ լինում եմ շատ խիստ, շատ կոպիտ, լինում է, որ դառնում եմ իրենց ընկեր, չգիտեմ, ամեն ինչ փորձում ենք, էլի, գիտեք ոնց է, ամեն մարզիկ ունի իր առանձնահատկությունները, տեսեք, մեկի վրա խաղի ժամանակ կարող է խոսես, չէ, ինքը իրեն զգաստացնի, մեկը ավելի հակառակ էֆեկտ տա, այսինքն ընդհանրապես հոգեբանորեն կոտրվի։ Դրա համար մարզիչը առաջինը պետք է իր բոլոր 12 աղջիկներին ճանաչի։ Իսկ մեր համար ճանաչելը խնդիր չի, որովհետև 7 տարեկանից այդ աղջիկների հետները մենք էլ իրենց հետ մեծացել ենք։
Իսկ ի սկզբունքներով է ֆեդերացիան ընտրում մարզիկներին, ինչ հիմնական հատկություններ պետք է ունենա մարզիկը, որպեսզի ընդգրկվի ֆեդերացիայում։ Տեսեք, ֆեդերացիան ինքը մարզիկներին ընտրում այն ժամանակ, երբ որ հավաքական թիմեր են կազմվում, որպեսզի մրցաշարերին մասնակցեն։ Ֆեդերացիայի գործառույթը ո՞րն է, ինքը մարզիչների է նշանակում հավաքականում, իսկ հավաքականի մարզիչները ընտրում են ուժեղագույններին, ասենք օրինակ 12 ուժեղագույն աղջիկներին, ովքեր ամեն ինչով համապատասխանում են եւ հասակով, եւ ֆիզիկապես, չգիտեմ, եւ տեխնիկապես ու ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցաշարերում։ Կհիշեք Արփինե ջան, ձեր ամենադժվար մրցույթը որտեղ է եղել եւ դրա հաղթանակը ինչ է տվել քեզ, երբ որ ներկայացրել ես Հայաստանը։ Դժվարություն կարող եմ Ես կարող եմ մի հատ լավ բան պատմել։ Ուրեմն համայնքային խաղերն էր եւ Արփինեն իր զույգի հետ եզրափակում էր, շատ դժվար ճանապարհային անցել ինչեւ եզրափակիչ հասնել, համայնքային խաղեր ինքը կանանց մրցաշար է։ Իրանք երեխաներ էին, բայց ու եզրափակիչում Դոնի Ռոստով թիմի հետ էինք մրցում ռուսական, հա։ Մեկ հաշվի ժամանակ լողափնյա վոլեյբոլում ցես բան կա 3-րդ այդ խաղափուլը 15-ից է ու փոխարինում չկա, եթե օրինակ մարզիկը վնասվածք ստացավ ու չկարողացավ կանգնել ու շարունակել խաղը, թիմին պարտություն են տալի։ Ու մենք հաղթում էինք այդ 3-րդ սետը բավականին խոշոր հաշվով ու մեր մարզիկներից մեկը վնասեց կողոսկրը։ Ընկավ, բայց ի պատիվ իրա ու Արփինեի կանգնեց, տենց ես լավ հիշում եմ, էլի լացելով այդ խաղը իրանք կրեցին ու մեր մարզի մեծ պատվիրակության մեջ դառան միակը, ովքեր որ համայնքան խաղերից առաջի տեղ բերեցին։ Իսկ Արփինեն նաև զբաղվում է լողափնյա վոլեյբոլով, բայց Հայաստանում, ինչպես նշեցիք, առանձին լողափնյա վոլեյբոլ այդպես չկա, մարզիկները կարող են գնալ եւ դրան մասնակցել։ Իսկ կա տարբերություն լողափնյա եւ դասական։ Լողափնյա վոլեյբոլը դասական վոլեյբոլից տարբերվում է մարդկանց քանակով, եղանակային պայմաններով այլ դժվար։ Ինքը լրիվ ուրիշ սպորտաձև է։ Տեսեք, լողափնյա վոլեյբոլով Հայաստանում, ասենք առաջնություններին մասնակցում են այն մարզիկները, ովքեր դասական վոլեյբոլ են մարզվում։ Մենք դեռ չունենք հատուկ այդ, որ իրանք հենց լողափնյա վոլեյբոլով զբաղվեն։ Բայց մենք ունենք Հայաստանում շատ լավ պայմաններով լողափնյա վոլեյբոլի ակադեմիայի միջելոց հենց մեր մարզում, Կոտայքի մարզում, Աժնի համայնքում։ Ու կարծում եմ արդեն ունենք ակադեմիան, շուտով կունենանք նաև առանձին լողափնյա վոլեյբոլով զբաղվող խմբեր։ Ինքը շատ բարդ սպորտաձև է, որովհետև նախ բացօթյա են խաղում, արևի տակ, ուրիշ կանոններով ու 2-2-ի դեմ, իսկ դասականը խաղում են 6-6-ի դեմ։ Այսինքն ձեզ համար ամենահեշտը դասական վոլեյբոլն է, թե նաև լողափնյա նույնպես է։ Լողափնյան ինձ համար լողափնյա։ Ու խաղում են առանց ոտաբոբիկ, հա, աղազի վրա։ Խոսում ենք մարզչական գործունեությունից եւ ձեզ համար ամենադժվարը որպես մարզիչ, ինչն է, որ հատկություններն են ամենադժվարը մարզիչ լինելու մեջ։ Նախ այն, որ աղջիկների վոլեյբոլի թիմի մարզիչ ենք, արդեն ամեն ինչ շատ դժվար է։ Չգիտեմ, ես գիտեք ոնց դժվարություններ շատ է լինում, բայց երբեք չեմ նայում այդ դժվարություններին։ Պետք է եթե կա աշխատանք, եթե դու սիրում ես քո աշխատանքը ու ինչ որ բանի ես ուզում հասնես, այդ դժվարությունները հաղթարելով ես հաստատ հասնելու։ Ամեն ինչը շատ դժվար է, ժամանակին եղել է, որ մենք մարզվել ենք մի գնդակով, բայց հիմա օրինակ կարանք 20 գնդակով մարզվենք, չէ՞, չենք ընկճվել, չենք չգիտեմ հիասթափվել, աշխատել ենք, սպասել ենք, ունեցել ենք այդ ամեն ինչը։ Դժվարությունները նրա համար է, որպեսզի հաղթարվեն։ Ու ամենադժվարը այս սպորտաձևում ինձ թվում է, որ թիմային համախմբվածությունն է, այ որպես մարզիչ ինչպես եք կարողանում այդ թիմերը համախմբել, որպեսզի կարողանանք մասնակցել տարբեր միջոցառումների։ Տեսեք, վոլեյբոլը ինքը թիմային խաղաձև է ու օրինակ բռնցքամարտ չի, որ դու մի հատ լավ երեխա ունենաս, ինքը ինչ որ մրցաշար հաղթի, ասեն վերջ, դու լավ մարզիչ ես, արդեն դու արդյունք ես տվել։ Դու վոլեյբոլում պետքա բոլորը խաղան, թիմը ինքը համակարգ է։ Ես իրենց միշտ օրինակ եմ բերում, սա բռունցք է, եթե բռունցքի մի մատը բացվում է, կոտրվելու է այդ մատը։ Պետքա բոլորս մի բռունցք լինենք, մի թիմ, մի ընտանիք ու պետքա թիմային խաղ։ Տեսեք, սենց խոսք կա սպորտում, ասում է անհատները կարում են խաղեր հաղթեն, բայց մրցաշարեր հաղթում են թիմերը։ Լինում է դեպքեր, չէ՞ որ մի հատ շատ ուժեղ աղջիկ կարող է լինի վոլեյբոլի, որ ինքը այդ խաղը հաղթի միայնակ, բայց ինքը չի կարող ամբողջ մրցաշարը միայնակ հաղթի։ Դրա համար պետքա թիմ ունենալ, որտեղ սա թիմային սպորտաձև է։
Չգիտեմ, աշխատում ենք, որ թիմ դառնանք, գիտեք ոնց կոնկրետ ես մեր թիմի հետ կապված ասեմ, որ ես նաև այդ դպրոցում դասավանդում եմ ֆիզկուլտուրա առարկա։ Իրենք բոլոր այդ համայնքից են, այդ դպրոցում են սովորում հեշտեղ թիմ սարքել։ Իսկ մարզադպրոցներում շատ ավելի դժվար է, որ ամեն մեկը մի դպրոցից, տարբեր տեղերից են գալի, կան համայնքներից, կան քաղաք որպես մարզը, իրենց ավելի դժվար է թիմ սարքել։ Մերը իրենք փոքրից իրար հետ մեծանում են արդեն, շատ իրենք դառնում են թիմ։ Իսկ երբ որ մասնակցում եք տարբեր միջազգային մրցույթների, երեխաները ինչ եք նկատում եւ ինչ ունենք մենք սովորելու միջազգային այս ասպարեզից եւ նրանք ինչ ունեն մեզանից սովորելու։ Միջազգային մրցաշարի եղել է արդյոք մի քանի անգամ ես եղել եմ թիմերի հետ դրսում, այս տարի է եղել, մենք Ռուսաստանի Դաշնությունում մրցաշարի ենք մասնակցել։ Գիտեք ոնց մենք կարծում եմ, որ շատ տաղանդավոր ազգ ենք, մեզ ֆինանսներ է պետք ու ժամանակ։ Մեր երեխաներին, որ համեմատում ենք այդ միջազգային թիմերի հետ, առաջինը փորձի պակասն է։ Եվ տեսեք, օրինակ շատ ուժեղ հավաքական ինքը հավաքում է օրինակ 14 տղա, հա, կամ աղջիկ, կարա, չգիտեմ, 100,000 հոգուց հավաքի դա։ Մենք ունենք այն ինչ ունենք այդ 14-ը, նաև քանակի լուրջ խնդիր ունենք։ Այդ հաշվի առնենք մեր երկրի վիճակը, թե բնակչության թվով, թե տնտեսական ինչ վիճակում ենք գտնում։ Ես տարբերություն չեմ գտնում եւ միակ բանը, որ ինքը շատ կարեւոր է, հասակն է։ Մենք չգիտես ինչի ցածրահասակ ենք մյուս թիմերի, իսկ վոլեյբոլը բարձրահասակների խաղ է, պետք է բարձրահասակ լինի։ Իսկ ինչ պլաններ ունեք ֆեդերացիայի հետ կապված, ինչ նոր մրցույթներ են սպասվում։ Տեսեք, մենք Կոտայքի մարզում նշեցի, որ շատ ենք մրցաշարեր անցկացնում, բայց ես կոնկրետ ներկայացնում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ու չկա մրցաշար, որ առանց իրանց անցկացվում, այսինքն վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ միասին ամբողջությամբ անցկացվում այդ ամեն ինչը եւ շատ ժամանակ նաեւ իրանց օժանդակությամբ, իրանց ֆինանսավորմամբ մենք այս պահին հետոն ասեմ, հա, նոյեմբեր-դեկտեմբեր ամսին ունենք դպրոցականների լիգա նոյեմբերին, վարչապետի գավաթը կոչվում, այս տարի առաջի անգամ է անցկացվելու, արդեն հայտերից պարզա, որ շատ մեծ մրցաշար է լինելու, 2 տարիքային խմբում 6-7-րդ դասարանցիների եւ 8-9-րդ դասարանցիների, դա նոյեմբեր ամսին է տեղի ունենալու, ունենք այս պահին աշխատանքներ է տարվում կազմակերպչական, 3 տարբեր հուշամրցաշարեր պետք է լինի մեր մարզի տարբեր քաղաքներում, ունենք Կոտայքի մարզի առաջնություն, դա կախված է անցումային առաջնություն, Հայաստանի առաջնությունը որ տարիքը որ լինում է, մենք այդ 1 կամ 2 շաբաթ առաջ Կոտայքի մարզում մեր ներքին առաջնությունն ենք անցկացնում ֆեդերացիայի հետ համատեղ, որպեսզի մեր այդ առաջնությունում առաջի երկրորդ գրաված թիմերը իրավունք վաստակեն մասնակցեն Հայաստանի առաջնության։ Նաև ունենք շատ մեծ մրցաշար Կոտայքի մարզպետի գավաթ մրցաշարը, որը արդեն այս տարի 4-րդ անգամ է կանելու, ինքը շատ մասսայական սպորտաձև է։ Ես կարծում եմ, որ մեր Հայաստանի Հանրապետության մակարդակով, մարզերի բանի մակարդակով ինքը շատ, որտեղ անցած տարի տղա աղջիկ իրար հետ վերցրած մոտ 60 թիմ էր մասնակցում, դա 700-ից ավել երեխաներ էր ներկայացված մրցաշարին։ Մրցաշարը մոտ 1 ամիս տևում է։ Այս պահին ունենք այդքանը, հետո ընթացքում նաև ասեմ ձեզ, որ մենք շուտով Հայաստանում դպրոցականների, էլի Սպարտակիադայի ծրագրով դպրոցականների մրցաշար կա, մեր մարզի ներկայացնող 2 թիմերը եւ աղջիկների եւ տղաների կարողացել են միջմարզային փուլերը հաղթել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերին, հիմա իրավունք են վաստակել եզրափակիչ փուլին մասնակցեն նոյեմբերի 13-ին եւ 14-ին պետքա փորձենք մեր մարզը փորձենք չեմպիոն դառնանք, տեսնենք ոնց կստացվի։ Իսկ Ալփինե ջան, դու ինչ ունես, ինչ նպատակներ եւ երազանքներ ունես այս սպորտաձևի հետ կապված եւ քո հետագա պլանների մասին նաեւ խոսենք մի փոքր։ Ես նշեցի, որ սովորում եմ ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտում, 4-րդ կուրսի ուսանող եմ, ավարտելուց հետո ուզում եմ դառնալ երիտասարդ մարզիչ, վոլեյբոլ մասնագիտությամբ, փորձելու եմ ապակա երիտասարդ պատանիներին մասնագիտացված մոտեցում ցույց տամ, որպեսզի այդ տարիքային երեխաները սիրով հաճախեն, զարգացնենք այդ սպորտաձևը մեր մարզերում, նաև Երևաններում, ինչու՞ չէ։ Ուզում եմ լավ մարզիչ դառնամ ու ամենաանհնարինը անելու եմ դրա համար։ Հետո արդեն, որ լավ սերունդ ունենանք, կարող ենք
կոմանդներ հավաքել, թիմեր, որոնք կստեղծեն ակումբ, դուք ասել ակումբներ, այո, որտեղ հավաքական թիմեր, արդեն մեծ հասակում կհպարտանամ, որ իմ երեխան հենց այդ ակումբի խաղացող է, որին մարզել եմ ես ինքս, ընկեր Անդրանիկի փորձից ելնելով եմ, էլի։ Գիտեք ամենադժվարը որն է, երբ որ դուք տեսեք 7-ից մինչև 18 տարեկան մարզում եք երեխաներին, հենց Արփինեի բարակայում, ու հետո այդ մարզիկները քո դեմ են խաղում։ Այսինքն իրանք արդեն ուսանող են ու ակումբներ են ներկայացնում, Արփինեն ֆիմայա ներկայացրել, չգիտեմ, հիմա մենք երեխեք ունենք, որ Բրյուսովից են խաղում, բան։ Այնքան դժվար բան է, որ դու մանուկ ես իրենց քո հետ են այդ ճանապարհը անցել, ճիշտ է, մեր դեպքում հիմնականում մեր թիմի դեմ մեր մարզիկները չեն խաղացել, բայց իմ համար ամենադժվար բաներից մեկն է այդ։ Շատ լավն էին Արփինեի երազանքները, իսկ մեզ դիտող երիտասարդ աղջիկներին, տղաներին, ովքեր որ ուզում են զբաղվել այս սպորտաձևով, ինչ կմաղթեք, ինչպես անեն, որպեսզի հասնեն լոնարար հաջողությունների։ Ամենակարևորը, եթե հիմքը դրվել է, ամենակարևորը չհանձնվելն է, արդյունքների վրա շատ աշխատելն է եւ այն մտածելակերպը, որ վոլեյբոլ սպորտաձև նմանտ աղջիկների մոտ, երբ որ ծնողները 17 տարեկանից հետո այլ թույլ չեն տալիս աղջիկ երեխաներ զբաղվեն վոլեյբոլ մարզաձևով, կարող եմ ասել, որ եթե խորանում ես, պարապում ես, սիրում ես, ինքը որպես մասնագիտություն շատ աղջկա համար կարող եմ ասել, որ շատ սիրուն մասնագիտություն է, կարող են ընտրել, խորանալ ու իրենց համար ինչ-որ նպատակ սարքել այս մասնագիտությունը։ Այ Արփինեն նշեց, որ շատ գեղեցիկ աղջկա համար շատ լավ սպորտաձև է, երբ որ երեխաները մասնակցում են եւ ցանկանում են զբաղվել վոլեյբոլով, բայց հետագայում պլաններ չունեն շարունակելու, այ ընդհանրապես ինչ է տալիս այս սպորտաձևը մարդուն։ Տեսեք, օրինակ մարդիկ կան, որ գալիս են սպորտի, աղջիկներ, չէ, փոքր տարիքում։ Իրենք գալիս են այդ մարզաձևում, որպեսզի առաջ գնան, չէ։ Իրենք ընտրում են դա մասնագիտություն։ Կան երեխաներ, ովքեր գալիս են նիհարելու, լավ կազմվածքի, վոլեյբոլը աղջիկների համար լավ կազմվածք ստանալու առաջին միջոցներից մեկն է, ասեմ ձեզ իմացեք։ Ու մենք արդեն փոքրից գիտենք ով ինչի է եկել ու շատ դժվար է, երբ որ տեսեք դուք մի քիչ առաջ նշեցիք սիրողական խմբերի մասին։ Դրա համար շատ ճիշտ է, որ լինեն սիրողական խմբեր եւ լինեն պրոֆեսիոնալ խմբեր, որ այն մարզիկը ով եկել է ուրիշ նպատակով, ինքը պարապի սիրողական, իսկ այն մարզիկը, որ եկել է ու ինքը ուզում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնա, չէ, վոլեյբոլիստ դառնա, իրենք մարզվեն ուրիշ խմբում, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։ Իսկ բացի մրցումներից, միջոցառումներից, ընդհանրապես ֆեդերացիայի ապագան եւ Կոտայքի մարզի հավաքականի ապագան ինչպես եք պատկերացնում։ Տեսեք, այս պայն գիտեք ինչ վիճակ է մեր ամբողջ հանրապետությունում, ասեմ, վոլեյբոլը մեծ զարգացում է ապրում վերջի տարիներին հատկապես։ Շատ մեծ տեղ է տրվում մանկապատանեկան վոլեյբոլին ու դա շատ կարևոր է։ Մենք չենք կարող մեծ տարիքի մարզիկներ լավ ունենալ, եթե չունենք մանկապատանեկան վոլեյբոլ։ Ֆեդերացիան գիտեմ, որ շատ մեծ աշխատանք է տանում մանկապատանեկան վոլեյբոլի զարգացման գործում, թե տղաների, թե աղջիկների եւ ամեն ինչ անում են, որպեսզի կայացած հավաքականներ ունենք։ Վերջի եվրոպայական ժամանակ մեր հավաքականը մարզում էր արտասահմանցի մասնագետ, ով շատ մեծ հեղինակություն է վայելում վոլեյբոլում ու դա շատ կարևոր քայլ էր ֆեդերացիայի կողմից նման մասնագետ Հայաստան բերելը, նախ ուսանելի էր մյուս մարզիչների համար, հետո ռեյտինգի համար մեր երկրի շատ կարևոր էր։ Մենք մեծ բան սովորեցինք, թե մեր մարզիկները, թե մարզիչները։ Կոտայքի մարզում մենք այս պահին, որ ունենք պլաններ, որը չենք արել դեռ, ամենաառաջինը, որ կուզեինք ու ամեն ինչ անել ենք, որ այդպես լինի, Կոտայքի մարզը մեծահասակների ներքին առաջնություն ունենա։ Մենք այս պահին աշխատանքներ տարվում է, սենց նպատակ ունենք, որ սկսենք սեպտեմբերից ավարտենք մայիսին ու մեծահասակներ այդ ոչ աշտանքային օրերին մի անգամ փորձեցինք անցած տարի ու 9 թիմ մասնակցեց Կոտայքի մոտ։ Դա շատ մեծ թիվ է ու շատ բան է, հետաքրքիր է, որ օրինակ 60 տարեկան մարդ է մասնակցում այդ մրցաշարին, սենց ուզում ենք, որ ունենանք մեծահասակների սիրողական լիգա ու ամեն ինչ կանենք, որ ունենանք։ Մնացածը ինչ ունենք, կարծում եմ շատ լավ է այս պայն, բայց դե էլի առաջ ենք գնալու, չենք տեղում զարգացնելու լիգաները։
Մենք նաև ավելեմ, որ կա Հայաստանի նաև կանանց պրոֆեսիոնալ եւ տղամարդկանց առաջնություններ։ Ճիշտ է, այս բան տղամարդկանց թիմ չունենք մասնակից, բայց կանանց մեջ մի քանի տարի է մենք Կոտայքի մարզը թիմ ունի, այս տարի էլ էսա շուտով նոյեմբերի 3-ից մեկնարկում է մեծ ասակների Հայաստանի առաջնությունը, ինքը ամենաուժեղ ոնց որ առաջնությունն է կանանց, ու Կոտայք թիմը աղջիկների մասնակցելու է այդ առաջնությանը։ Ճիշտ է, մենք հիմնականում մեր փոքր տարիքի երեխաներով ենք մասնակցում, բայց դա մեծ փորձ է երեխաների համար, այս մեր մարզի երեխաների զարգացման համար կարևոր բանը Կոտայք, ու գիտեք ինչ ենք ուզում հասնենք, որ Կոտայք թիմը միայն Գեղաշենի կամ Գառնի երեխեքը չհամալրվեն գնան խաղան, այլ մարզում մյուս մարզադպրոցների, մյուս քաղաքների, մյուս տարածաշրջանների լավագույն աղջիկները եւս ամեն ինչ անեն, որ ներգրավեն եւ Կոտայք թիմից մասնակցեն Հայաստանի առաջնություններին։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար եւ մաղթում եմ ձեզ նորանոր հաղթանակներ եւ հաջողություններ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, ձեզ անսպար ու լավ եթեր միշտ, լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Սիրելիներս հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Լողափնյա վոլեյբոլի համահայկական խաղերի չեմպիոն, Լողափնյա վոլեյբոլի պատանիների եւ մեծահասակների բազմակի չեմպիոն, Լողափնյա եւ դասական վոլեյբոլի Հայաստանի ուսանողական խաղերի չեմպիոն, Լողափնյա եւ դասական վոլեյբոլի բազմաթիվ մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր Արփինե Բադալյանի եւ Կոտայքի մարզի վոլեյբոլի պատասխանատու Անդրանիկ Թադևոսյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք շարունակում ենք թողարկումը, հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանանք Կոստա Ռիկայի հետ։ Այն փոքրիկ պետություն է Կենտրոնական Ամերիկայում, եւ դա կարելի է անվանել զարմանալիորեն բարեկեցիկ համաշխարհային ստանդարտներով։ Կոստա Ռիկան իր արտառոց բնությունով գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, իսկ մեր մեծահարուստ ամերիկացիները թոշակի անցնելուց հետո գույք են գնում այստեղ հանգիստ վայելելու ծերությունը այս արևադարձային դրախտում։ Իսկ հիմա առաջարկում եմ բոլորս տեղափոխվենք եւ մի փոքր տեսանյութ դիտենք այս երկրի մասին։ Կոստա Ռիկա, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է հարուստ, ծովափ։ Կոստա Ռիկայի տարածքը հայտնագործել է Քրիստոֆոր Կոլումբոսը 1502 թվականին եւ անվանել Նոր Կարթագեն։ Հետագայում այն վերանվանվել է Կոստա Ռիկա։ Կոստա Ռիկան պետություն է Կենտրոնական Ամերիկայում, հյուսիսից սահմանակից է Նիկարագուային, հարավ-արևելքից Պանամային, հարավից Էկվադորին։ Արևելքում ողողվում է Կարիբյան ծովի, արևմուտքում Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Այն ունի մոտ 4.5 միլիոն բնակչություն, որի մոտավորապես քառորդ մասը բնակվում է մայրաքաղաք Սան Խոսեի հատվածում։ Հնագույն ժամանակներում Կոստա Ռիկայի տարածքում բնակվել են հնդկացիական ցեղեր։ Երկիրը եղել է Իսպանիայի գաղութ, այն իր անկախությունն է ձեռք բերել 1821 թվականի սեպտեմբերի 15-ին Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։ Երկրի հյուսիսը եւ ծովափնյան նեղ շերտերը զբաղեցնում են դաշտավայրեր։ Կարիբյան ծովափը ճահճապատ է, Խաղաղ օվկիանոսյանը խիստ մասնատված։ Կան երկաթի, ծծմբի, արծաթի, ոսկու հանքավայրեր, երկրի կլիման մերձհասարակածային է, գետերը արագահոս են, ստորին հատվածներում նավարկելի, երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները, բնորոշ կենդանիներից են կապիկները, կատվառույցը, հովազը, զրահակիրը, ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։ Կոստա Ռիկայի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, մշակում են սուրճ, կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն եւ այլն։ Զբաղվում են նաեւ անասնապահությամբ եւ ձկնորսությամբ, զարգացած են արդյունաբերության, արդյունահանող սննդի, տեքստիլ, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական ճյուղերը։ Կոստա Ռիկան կղզախմբային պետություն է, որով էլ պայմանավորված է այս երկրում տուրիզմի զարգացած լինելու մասին։ Գտնվելով Ամերիկայի կենտրոնում, երկիրը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հարավային Ամերիկայի առևտրական խաչմերուկ։ Երկիրը բավականին բազմազգ է, այստեղ կան տեղաբնիկ կոստարիկացիներ, մեքսիկացիներ, մեծ քանակությամբ իսպանացիներ եւ պորտուգալացիներ ու ամերիկացիներ։ Իր հարմարավետ աշխարհագրական դիրքի շնորհիվ Կոստա Ռիկայի մայրաքաղաքը Սան Խոսեն այժմ
այժմ տուրիզմի զարգացած կենտրոններից է։ Ամռան այստեղ են գալիս մեծ քանակությամբ եվրոպացիներ, հատկապես գերմանացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ և անգլիացիներ։ Դիտեցինք պատրաստված տեսանյութը Կոստա Ռիկայի մասին, հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է և առաջարկում եմ այսօր անդրադառնանք արմավին։ Արաբական մի շարք երկրներում արմավին տվել են անապատի հաց անվանումը, քանի որ արմավը այդ տարածաշրջանի բնակիչների մեծամասնության հիմնական սնունդն է եղել։ Արմավի առանձնահատկությունը այն է, որ պարունակում է մեծ քանակությամբ առողջ ճարպեր և մինչև 65% սննդանյութեր, շատ ավելին, քան ցանկացած այլ միրգ ու պտուղ է պարունակում։ Արմավի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և 23 կարևոր ամինաթթուներ։ Համեղ և քաղցր այս արևելյան պտուղը օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի պահեստ է։ Այդ նյութերը ունեն իմունային համակարգը ամրապնդող և բուժիչ հատկություններ։ Արմավը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Արմավը հարուստ է հանքանյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում արյան ձևավորման վրա։ Երկաթ պարունակելու շնորհիվ այդ նյութերը իդեալական սննդային հավելում են դառնում։ Խուրմայի բաղադրության մեջ B խմբի վիտամինների մեծ քանակությունը ուղղակիորեն ազդում է ուղեղի գործունեության բարելավման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ B խմբի վիտամինները B6, B9 և B12-ը ազդում են հոմոցիստեինի մակարդակի նվազման վրա, իսկ դրա բարձր մակարդակը Ալցհեյմերի հիվանդության ռիսկ է առաջացնում։ Կոսմետիկ արտադրության մեջ լայնորեն կիրառվում է արմավի յուղը, որը ստացվում է պտուղի սերմերից։ Յուղի էքստրակտը օգտագործվում է բազմաթիվ հակատարիքային քսուկների և դեմքի սկրաբների մեջ։ Հաճախ այն ավելացնում են մերսման յուղերի մեջ, քանի որ փափկեցնում է մաշկը, դրան հաղորդում առողջ գույն և փայլ։ Արմավի մեջ պարունակվող տանինները մաշկը դարձնում են փափուկ և առանցքական, պահպանելով տոնայնությունը և դանդաղեցնելով ծերացման գործընթացը։ Պտղի սերմերը պարունակում են նյութեր, որոնք օգնում են ամրացնել մազերը, ուստի արմավի սերմի յուղի մզվածքը հաճախ ավելացնում են շամպունների և մազերի խնամքի միջոցների մեջ։ Այն օգնում է ազատվել մազերի ճեղքված ծայրերից, ամրացնելով վարսերը, դրանց հաղորդելով առողջ փայլ։ Բորբոքումը թեթևացնելու ունակության շնորհիվ արմավը չափազանց օգտակար է նաև խոլեցիստիտի բուժման համար։ Արմավի օգտագործումը կօգնի թեթևացնել լեղապարկի ցավը, ազատվել կրծքավանդակի և որովայնի շրջանում այրոցի զգացողությունից, արագացնել նյութափոխանակության գործընթացը բջիջներում և պայքարել վիրուսների դեմ։ Այսքանը արմավի մասին, հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանանք Սուրբ Գայանե եկեղեցու հետ, որը գտնվում է Էջմիածին քաղաքի հարավային հատվածում, Մայր տաճարից հարավ-արևելք։ Պատմական աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցվել է 630 թվականին Եզր Նիգեցի կաթողիկոսի կողմից վկայարան մատունի տեղում։ Իսկ հիմա ավելի մանրամասն եկեղեցու պատմության մասին առաջարկում եմ դիտենք տեսանյութը։ Սուրբ Գայանե վանքը հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, կառուցված Սուրբ Գայանե և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում։ Ըստ Ագաթանգեղոսի 301 թվականին Գրիգոր Լուսավորչի ղեկավարությամբ և նրա կցած հիմքերի վրա Տրդատ Գ մեծը, նրա քույր Խոսրովի դուխտը և Աշխեն Թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փարաժենկերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին վանական միաբանություն հաստատել։ 17-րդ դարին եկեղեցին եղել է կիսավեր ու լքված։ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմփետակիր մույթերն են կանգուն եղել։ Փիլիպոսա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը։ Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն։ Գավիթ սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն։ Գևորգ Դ. Կոստանդնոպոլյան
Երևանտու Պորսեցու գահակալության տարիներին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր եւ միաբաների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան եւ հրապարակել դպրոց ամսագիրը։ 1977-ից 1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ վանքի միաբանության շենքերը նորոգել են եւ օժտվել ժամանակակից հարմարավետություններով, քարե սալերով ծածկել եկեղեցու տանիքը եւ գմբեթը։ Սուրբ Գայանե եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն եւ մինչ նոր հանդիպում։